Ավելի քան մեկ օր է խորհրդարանը քննարկում է։ Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Լիաննա Մանուկյանը համապատասխանում է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին, թե ոչ։ Հերթագրվել է 40 падգամավոր։ 40 ելույթից առաջ էլ 44 հարցեր։ Ընդդիմադիրները հերթագրվում են գրեթե մեկ մարդու պես։ Խորհրդարանում ֆիլիբաստեր է, նկատում է ԱԺ իշխանական փոխնախագահ Հայկ Կոնջորյանը։ Ֆիլիբաստերը խորհրդարանական մշակույթում այն սկզբունքն է, երբ որ падգամավորները փորձում են մաքսիմալ երկարացնել եւ ձգել որևէ հարցի քննարկում այս կամ այն քաղաքական նպատակադրումից ելնելով։ Իհարկե, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը միայն ուրախ եւ երջանիկ է այս հարցի կապակցությամբ։ Կոնջորյանը գուցե իր փոխարեն խոսի, որովհետեւ ԿՊ-ում ֆիլիբաստերը բոլորին չէ, որ երջանկացնում է։ Ես այդքան խանդավառված չեմ, որովհետեւ այս երկար աշխատանքի պլանները որոշակիորեն խախտեց։ Իսկ ինչ էիք ուզում, ընդդիմադիրների հարցը հռետորական է։ Ժողովուրդ միշտ հիշեք, քամից հանես, փոթորիկ հետ կհավաքես։ Ըստ քննարկումների ԿՊ-ն 3 է քամից հանել խորհրդարանում, երբ մերժել է Ուժեղ Հայաստան խմբակցության թեկնածուներին Հայկ Ֆարմանյանին, որպես ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Դավիթ Ղազիմյանին տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում եւ Արեգ Հովսեփյանին, որպես եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ։ Նարեկ Կարապետյանը նախորդին ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նոր թեկնածուին ներկայացնելու ժամանակ խոսքի ենթատեքստում հեգնանք դնելով հայտարարել է. մերժված թեկնածուներին երևի լավ չէին ներկայացրել, նոր թեկնածուների դեպքում որքան հնարավոր է շատ հարց կտան ու ելույթ կունենան, որ բացը լրացնեն։ Ամենաշահագրգիռ կողմը, որպեսզի ազգային ժողովը արագ ձևավորվի, դա մենք ենք, Բաբկեն Թունյանը երեկվանից է հասկացնում, Ուժեղ Հայաստանը վրեժխնդիր է լինում իր առաջադրած թեկնածուներին չընտրելու համար։ Մեր օրակարգերը պիտի այստեղ քննարկվեն ու աշխատանքը այսքան ձգվել չի կարող։ ԿՊ-ն մի կողմից խոսում է խորհրդարանական հանձնաժողովները հնարավորինս արագ ձևավորելու մասին, մյուս կողմից տապալում է այդ աշխատանքը։ Նկատում է Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Էդգար Ղազարյանը, հիշեցնում, ուշանում է Փաշինյանի իր կաբինետով հանդերձ խորհրդարան ներկայանալը, կառավարության կառուցվածքի հարցն ու ծրագիրը ներկայացնելը։ Օրինակ ես անհամբեր եմ իր հետ իմ հանդիպմանը։ Թե դուք ինչի չեք ուզում այդ մարդը գասի, ես չեմ հասկանում։ Իր հեղինակությամբ, իր գործնեությամբ դուք եք նստել, եք թե չեք ուզում ինքը գասի։ Օգոստոսի 2-ից 16 նիստ անել ու գոնե հանձնաժողովներ չձևավորել սաբոտաժ է, արձանագրում են ընդդիմադիրները։ Պնդում, որ այդ սաբոտաժի նախաձեռնողը իշխանությունն է եղել, մերժելով Ուժեղ Հայաստանի թեկնածուներին ու հիմնավոր որևէ բացատրություն չներկայացնելով։ Ազգային ժողովի ղեկավար մարմինների ընտրությունը նախագահ, տեղակալներ, հանձնաժողովի նախագահներ միտված անդամ են ազգային ժողովի հետագա 5 տարիների աշխատանքների կազմակերպման, այսինքն դա կազմակերպական հարց է, ոչ մի ֆունկցիոնալ, բովանդակային նշանակություն չունի։ Հիմա Ֆարմանյանը կլինի հանձնաժողովի նախագահ, թե Մանուկյանը, թե մեկ ուրիշը, դրանից ազգային ժողովի կյանքում, այդ մարդկանց կյանքում ոչ մի էական բան չի փոխվում։ Ընդամենը պետք էր ապահովել ֆունկցիոնալ ընթացքը։ Խորհրդարանում արդեն երկրորդ օրն է 5 նիստ է հրավիրվում, 4-ը հիմնական, 1-ը ավելացված, բայց այսքանով հանդերձել հանձնաժողովների ձևավորման վերջը չի երևում։ Ուստի ԱԺ նախագահը որոշում է։ Ազգային ժողովի նախագահը արդեն տարածել է հայտարարություն, համաձայն որի օգոստոսի 24-ին ժամը 10:00-ից, այսինքն երկուշաբթի օր ժամը 10:00-ից Ազգային ժողովը կքննարկի կառավարության գործունեության ծրագիրը։ Մյուս բոլոր հարցերը, այդ թվում հանձնաժողովների նախագահների ընտրության կիսատ մնացած հարցը, կքննարկվի կառավարության ծրագրի քննարկումից հետո միայն, ասում է Հայկ Կոնջորյանը։ Արփիս Քեսյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահինյան, Հայլուր։